Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 30-ի համար։ Բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 30-ին։ Շատ սեր, սիրո խոստովանություն, նաև կողեք սիրահարվել, ինչ-որ մի բան է կատարվում ձեզ մոտ, որ ձեզ լավ եք զգում, այդպես սիրված կամ 4 կողմից նաև այստեղ սեր է ձեր հարևաններից, ձեր աշխատակիցներից, այդպես բոլորի կողմից։ Մի խոսքով շատ սեր։ Այդ օրը ոչ գաղտնիք կբացահայտվի, նաև ոմանք կզբաղվեն ուսմամբ, շատ կսովորեն այդ օրը։ Նաև փաստաթղթերի հետ դա կարող է կապված լինել, ինչ-որ գործողություններ անեք, ոչ է բանկի հետ, ոչ է ինչ-որ միտեղ, որտեղ որ պետական հիմնարկություն է, եւ այնտեղ ինչ-որ փաստաթուղթ եք տալիս վերցնում, ինչ-որ բաներ կարող եք ստորագրել։ Եվ այդ օրը ձեր համար գործերը հեշտանում են, ինչ-որ գործ անելու համար ավելի հեշտ կստացվի, ինչ-որ մեկին տեսնել, անել, ծախել օրինակ, ինչ-որ բան է, որը կամ հաշտվել, որը հեշտանում է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 30-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ է տղայի հետ, այդտեղ ֆիգուրներ են։ Տեսնենք ով է այս տղան, ում հետ կհանդիպեք։ Միգուցե տանը անդամ եք, ահա խոսում եք, շփվում եք։ Գայս է ձեր տուն, կա ձեր տղան է, ձեր եղբայրն է, ձեր ամուսինն է կողա։ Դա ընտանիքի անդամ կամ նաև կարող է լինել բարեկամ։ Ինչ-որ մեկը կարող իր մասին ինչ-որ մի բան եք լսում, իմանում։ Այդ օրը նաև կհանդիպեք որևիցե աղջկա կամ կխոսեք այդ աղջկա հետ, տեսնենք ով է։ Աշխատանքի բերումով եք, իրար հետ եք աշխատել կամ իր հետ եք աշխատում։ Կարող նաև պետական աշխատող է սա։ Նաև ուսման հետ դա կարող է կապված լինել, տեսնեք իրան, հա, ում հետ որ սովորել էիք, կամ նաև բժիշկ դա կարող է լինել էլի հանդիպեք։ Ամենայն դեպս նաև կարող է լինել ձեր տնօրենը, ում հետ դուրս հանդիպեք, այդ աղջիկ է։ Աշխատանքի բերումով այդ աղջկա հետ կարող եք շփվել։ Դե դա կարող է լինել պատվեր, հա, այսպես որ կարող է պատվիրում է ձեզանին։ Եվ այդ օրը 3 երեսանի մարդիկ կան, եթե ինչ-որ մի բան են ձեզ առաջարկում, ապա այդպես շատ հալալ յուղածի նման մի ընդունեք, որովհետև դա սխալ է, դա եթե ընդունում եք, եւս հա մի քանի տեսանկյունից լավ ուսումնասիրեք, եթե չեք ընդունում եւս էլի ուսումնասիրեք նոր, միգուցե ճիշտ է երկերեսանի բաներ է կարող իրենց օգտին է, բայց նաև կարող ձեզ էլ է դա ձեր օգտին է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 30-ին։ Նոր ընկերներ կարող եք ձեռք բերել այդ օրը, ձեր ընկերոջ հետ հանդիպեք, շփվեք։ Ձեր նաև հավատարմություն է, դա կարող է լինել, հա, ձեր զույգի հետ կապված հավատարմություն, ձեր ընկերները այդ օրը ձեր հանդեպ ավելի հավատարիմ կլինեն։ Նաև այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ Իրեն տեսնելուց կուրախանաք, ցույց չի տալիս ով է, բայց տեսնելուց ուրախություն, հա, ուրախություն կբերի նա։ Այդ օրը նաև կարող եք մանր-մունր գործեր անել, մանր-մունր նաև խնդիրներ կարող են լինել, երկուսն էլ այստեղ կա։ Մանրուքներին պետք է ուշադրություն դարձնեք յուրաքանչյուր գործ անելու, յուրաքանչյուր պայմանագիր այնտեղ կնքելուց կամ մեկ այլ հարցի հետ կապված, հա։ Լավ ուսումնասիրեք մանրուքները։ Թեկուզ եթե զույգի հետ եք, հա, կարող է նոր ծանոթություն է եւս, հա, թե ինչպես է խոսում, ինչ է ասում, ինչ է անում, այդպես։ Վարքը ինչպես է ձեզ վերաբերվում։ Դե հարաբերություններում սա արդեն մանրուքների հետևից ընկնելը դա այդքան էլ լավ չէ, հա, դա անընդհատ ոնց որ վեճի թեմա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 30-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է, ինչ անդուր պահեր են։ Սա կամ գործարք է, որը կկնքեք այդ աղջկա հետ, կամ ձեզ կարող է ինչ-որ բան է պատվիրում, որ այդպես ցիկլային է, անընդհատ պետք է անեք դա։ Սա նաև կարող ձեր կինն է, եթե տղա է նայում, կամ ձեր աղջիկը կարող է լինել, ում ամուսնության առաջարկ անեն, կամ պատրաստում եք իր հարսանիքին, կամ դուք եք սա, ձեզ է ցույց տալիս, հա, ձեզ կարող են ամուսնության առաջարկ անել, կամ հարսանիք հրավիրել այդպես, կամ ձեր հարսանիքն է, մի խոսքով ինչ-որ պահեր են այստեղ։ Նաև այդ օրը խոչընդոտներ կան, խոչընդոտներ, որոնք որ պետք է հաղթահարեք։ Միգուցե առիթի հետ է կապված, եթե օրինակ պատրաստում եք այստեղ հարսանիքի, միգուցե հասարակության հետ է դա կապված, ինչ-որ մի պահ է, որ մարդկանց հետ է կապված, որ եթե խմբի հետ է կապված դա, խումբ մտնելու հետ, հա այդպես, կամ սա եթե հարսանիքի է հստակ, հա ոնց որ ինչ-որ բաներ կան, որ թողել եք վերջին օրը, կարող է եւ չեք հասցնում։ 3 երեսանի մարդիկ կան, այդ օր ձեզ շրջապատում, կարող են ձեզ շեղել, կարող են ձեզ ինչ-որ բաներ առաջարկել, որ այդքան էլ լավը չէ, միանգամից ոչ ընդունեք, ոչ մերժեք, հա լավ մտածեք իրենց ասածի շուրջ։ Գուցե այստեղ ինչ-որ բաները խոչընդոտ են եւ փորձում են ձեզ օգնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հունվարի 30-ին։ Ինչ-որ մի բան կկտրեցեք ձեր կյանքից, ինչ-որ մի բան կհանեք ձեր կյանքից, կամ կփոխեք նաև կյանքի ինչ-որ մի բան, ոնց որ այլևս այդպես չեք անի, այլևս դա չեք անի, կամ այդպես չեք անի, դե սա նաև վեճ է, պետք է ուշադիր լինեք, վեճի հետ կապված, սա նաև կարող է լինել վիրահատություն, սուր գործիքներով աշխատելուց շատ ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք։ Դե, բացի այն, որ մարդը կարող է ինչ-որ մեկին իր կյանքից հանի, հա, կարող է իմ հիմքից ինչ-որ մի բան սկսի, զրոյից։ Նաև այդ օր նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մարդկանց հետ, կամ ինչ-որ մեկի հետ, կամ փաստաթուղթ եք ստանում, փաստաթուղթ եք ստորագրում, նաև ինչ-որ բաներ եք լրացնում, ցուցակ։ Դե այդ օրերը համենայն դեպս բաց են խանութները եւ կարող եք ինչ-որ բաներ, նամակներ ուղարկել, նամակներ ստանալ։ Ոմանք կգնան ժամադրության այդ օրը, ոմանք ինչ-որ մի բան անակնկալ, ոչ մի բան տեղի կունենա ձեզ համար, որ ձեզ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի այդ օրը, կփոխի ձեր հայացքը ինչ-որ մի բանի նկատմամբ, կարող է նամակն է, կարող է փաստաթուղթն է, որ ինչ-որ մի բանի ավարտ է, բայց դա ձեզ համար շատ լավ է, հա, ինչ-որ բան է ավարտվում, միգուցե ձեր օգտին է դա ավարտվում եւ ուրախ կլինեք, էներգիայով լցված կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 30-ին։ Եվս առուսների նման, այստեղ ինչ-որ մի բան է քանելու, միգուցե վիրահատություն է, միգուցե ձերը չի, այլ հեռվում գտնվող որևիցե մեկի մոտ է։ Նաև սա կյանքում որևէ նոր բանի փոփոխություն է, հիմքից ինչ-որ մի բան կարող փոխել ձեր կյանքում։ Այդ օրը սուր գործիքներից ուշադիր եղեք, նաև սա ոնց որ հիմքից ինչ-որ մեկին էլ եք հանում ձեր կյանքից, հա, եւ ինչ-որ բան եք հանում նաև ձեր կյանքից։ Հաջողություն ունեք այդ օրը, մեկ անգամյա, հա, այդպես։ Ինչ-որ բան հաջողությամբ կանեք այդ օրը, ինչ-որ մի բան լավ կստացվի ձեզ մոտ։ Ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը, նաև հեռվից ոչ ինչ-որ տեղեկատվություն կլսեք ոչ ձեր բարեկամների մասին, ձեր հարազատների մասին։ Այսքանը ձեզ համար նաև ճակատագրական օր է։
Եթե այստեղ ինչ-որ մեկին եք հանում ձեր կյանքից, դա ևս, ասում եմ, որ ճակատագրական պահ է, ճակատագրական քայլ եք անելու, թեկուզ եթե ինչ-որ մի բան հիմքից հանեք ձեր կյանքի և նորը սկսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հունվարի 30-ին։ Փոփոխություններ կմտնեն ձեր կյանք, դա կարող է լինել տեղափոխություն, դա կարող է լինել քաղաքի տեղափոխություն, երկրի տեղափոխություն, ինչ-որ միտեղ կամ նաև փոփոխություն է մտնում ուղղակի ձեր կյանք, ինչ-որ մի գլխավոր շատ մեծ փոփոխություն է դա։ Նաև դա հղիություն կարող է լինել ոմանց համար, ծննդաբերություն կարող է լինել, գումար ստանաք, գումար վճարեք, գումարի մասին խոսեք ինչ-որ մեկի հետ, այդ բավականին այստեղ բորբոքված եք, միգուցե գումարի հետ կապված այդ խոսակցությունը բավականին այդպես բորբոքված է լինում, կամ գումարի հետ կապված հետո, ինչ-որ մի բանը ձեզ համար նա կարող եք բորբոքվել, կարող եք բարկանալ, ինչ-որ մեկը շատ է ծախսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 30-ին։ Բավականին շատ աշխատանք, կարիերայի բարձրացում, փոփոխություն ձեր աշխատանքում, ձեր կարիերայում։ Նաև կարող եք այցելել ոչ բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, դա կարող է լինել լավ սովորում եք, այդ լավ հանձնում եք քննություններ օրինակ։ Եվ դա կարող է լինել նաև ռեստորան, շրջապատված լինեք ձեր հարազատ մարդկանցով, կարող գնում եք ինչ-որ առիթ է այդ օրը, ծնունդ է և գնում եք ռեստորան կամ ընկերներով եք հավաքվում և նշում ինչ-որ մի բան, ուրախանում։ Նաև այդ օրը կարիերայի փոփոխություն է, բարձրացում է, առաջ խաղացում ունեք, կյանքում նոր իմաստ կգտնեք, նաև կզգաք, որ արդեն հասուն տարիքում եք, մեծ տարիքում եք։ Եվ այդ օր կարող եք վիճել նաև, ինչ-որ մեկի հետ վիճել, նաև ոմանք էլ կարող են տուն մաքրել։ Եթե օրինակ շրջապատը հավաքվել է ձեր տանը, հետո կարող եք տուն մաքրել, եթե ոչ սա վեճ է, միգուցե ձեր շրջապատի մարդկանց հետ ի վերջում, կամ գալիս եք տունն եք վիճում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 30-ին։ Այստեղ խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, նաև խաբեբա, կարող խորամանկորեն օրինակ ուզում են գրավել ձեր սիրտը, չի բացառվում, նաև կարող խաբեություն է սա, ես պետք է ուշադրություն դարձնել ինչ-որ հարցերին, որոնք որ այդ օր իրենք կանեն, կամ ասել են չեն անում, դրանով կարող են խաբել, ում ձեզ շեղել ինչ-որ մի հարցից, ոմանց այդ օրը սիրո խոստովանություն կանեն, ոմանց հետ շեղում են այդ սիրային հարցերից, ձեր շրջապատից շատ սեր կստանաք, ինչ-որ մեկն է կարող խորամանկորեն այդպես իբր թե ձեզ շատ է սիրում, նաև հարազատներ տուն, և այլն բոլոր տեղերից այստեղ սեր եք ստանում, շատ սեր է, ու սիրահարվել ուղղակի, տեսան ինչ-որ մեկին և սիրահարվել, կարող այստեղ խորամանկ քայլեր է անում, և հասնում է ձեր սրտին։ Այդ օրը ոմանք ունենան մանր-մունր գործեր, հնարավոր է նաև մանր-մունր խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք, նաև դա մանրուքներ են, որոնք պետք է ուշադրություն դարձնեք, ասելը, խոսելը, գրածը, մինչև ստորագրելը, ինչ-որ բաներ են, որ պետք է մանրակրկիտ ամեն ինչը ուսումնասիրեք, զննեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այս եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 30-ին։
Այդ օրը կարող ինչ-որ մեկի հետ վիճել, կարող տուն մաքրել, չի բացառվում, երկուսն էլ այստեղ կա, մենք տեսնենք վիճում եք, թե այստեղ ինչ-որ ճակատագրական քայլ եք անում։ Ընտրության առջև եք կանգնելու այստեղ։ Միգուցե վեճը հենց դա է, եթե վիճեք ինչ-որ մեկի հետ կարող եք նաև ամեն մեկը գնաք ձեր ճանապարհով։ Դա կարող ճակատագրական քայլ անել, դրա համար ես հանեցի, ընդհանրապես այս քարտին չեմ հանում։ Վեճը կարող է իրոք բերել բաժանման, կարճ եւ կոնկրետ այստեղ։ Կամ իրար հետ չեք համաձայնեցնում, մեկը ուրիշ բան է ասում, դուք ուրիշ բան եք ընտրում, եւ դա բերում է խոսակցության ուղղակի։ Այդ օրը կարող եք փաստաթուղթ ստորագրել, փաստաթուղթ ուղարկել, ստանալ, փաստաթղթերի հետ աշխատել, քսերոքս անել, գրել ինչ-որ բաներ, դասի եք, գրում եք դեռ եւ ցուցակ կազմեք, ինչ-որ բանի հետ կապված։ Եվ ճակատագրական քայլ է, այդ օրը արդեն իսկ ասացի, նաև դժվարություններ կարող են լինել, հնարավոր նաև ուսման մեջ մի փոքր դժվարություններ լինեն, չկարողանաք ավելի հեշտ յուրացնել, ինչ որ կսովորեք այդ օրը, չեք ցանկանա։ Նաև փորձություն է միգուցե հարաբերություններում, աշխատանքում, ուսման մեջ, կարող է փորձություն է այստեղ։ Ինչ-որ մի փաստաթուղթ եք ստանում, որը այդտեղ շատ կարևոր է ձեզ համար։ Միգուցե հենց այդտեղ է եւս փորձություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 30-ին։ Բավականին առույգ կլինեք այդ օրը, շատ գործեր կանեք։ Այստեղ այնտեղ կգնաք անընդհատ։ Նաև հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, բաներ կա, պատվիրել եք բերում տալիս են ձեզ, կամ պատվիրել բերեն տուն։ Նաև այդ օրը ոմանք պատրաստվում են, հարսանիքի, որ պետք է գնաք։ Ոմանց հարսանիքն է, հաջորդ օրը պատրաստվում եք հենց ձեր հարսանիքին, սա նաև ամուսնության առաջարկ է, նաև գործարք է, որ կարող եք կնքել, այստեղ փաստաթուղթ կարող եք ստորագրել, շատ կարևոր։ Կարող եք կնքում եք այդ գործը, ինչ-որ պայմանագիր, եւ դա ոնց որ ցիկլային աշխատանք է, անընդհատ այդ դրանով պետք է զբաղվեք։ Կամ մարդը ընդունում է օրինակ ինչ-որ միտեղ աշխատանքի եւ իր գործը հստակ կետ է եւ դա պետք է անի։ Նաև ընտանիքում շատ կարևոր օր է եւ հյուրեր եք ընդունում այստեղ։ Ցուցակ եք կազմում օրինակ ինչ գնեք, ցուցակ եք կազմում օրինակ ամեն ինչը նորմալ է այստեղ հարսանիքի համար։ Փաստաթղթեր եք անում, փաստաթղթեր ձևակերպում, ստորագրում եւ այլն, ինչ որ պահեր են այստեղ նորություն, նամակ կարող ստանալ։ Եթե ամուսնության առաջարկ անեն այստեղ կարող է նաև միանգամից զաքսավորվում եք, կարող է հարսանիքից առաջ զաքսավորվում եք, հետո գնում եք եկեղեցի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունվարի 30-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է այդ աղջիկը, իր հետ կարող ճանապարհ գնալ կամ հեռվից է եկել, հյուր է, չի ցույց տալիս ով է, կարող հարազատ է, կամ իրենց կարող նորություն լսել, տեղեկատվություն լսել է, ինչ-որ մի բան, կամ հյուր է գալիս, ինքն է ճանապարհ գալիս ձեզ մոտ կամ դուք եք գնում իր մոտ, ինչ-որ բան է կարող պատվիրել ինքը ուղարկել է ձեզ, փաթեթ եւ այլն դա եք ստանում։ Կարող ձեր աղջիկն է եւ այդ օրը ավելի առույգ լինի, ավելի այդպես տրամադրված ինչ որ մի բան անելու։ Եվ ոմանց համար այդ օրը նաեւ ծանր օր է, դժվարություններով լի օր է։ Կարող փորձությունների մեջ լինել, չեք դիմանում, այստեղ կարող բղավել նաեւ խնդիրների համար, կարող կռվել, բղավել, այստեղ։ Եվ անհանգիստ եք այստեղ։ Պետք է կարողանաք այդ փորձության դիմանալ։
բորբոքվում եք, որ ինչ-որ մի բանը չի ստացվում, հա, ինչ-որ մի բանը ձեր ուսերինն է, հա, ծանր խաչ է ձեր ուսերին, դժվարություններ է ձեր ուսերին, դրա համար եք այդպես բորբոքվում։ Ոնց որ էլ մարդը էլ չի դիմանում դրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։